Ողջույն, Սիվիլնեթում ձեզ հետ է Ալին Օզինյանը։ Թուրքիան հարևան երկիր է, որը կարոտ է ճանաչման։ Միևնույն ժամանակ Թուրքիան ցեղասպանությունը իրականացրած կայսրության իրավահաջորդն է եւ արդեն 100 տարի է շարունակում է ժխտողականության քաղաքականությունը։ Իսկ վերջին ավելի 20 տարում Թուրքիան իրականացնում է Հայաստանի շրջապակումը։ Պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում դեղի հայ փոքրամասնության նկատմամբ եւ բարբերաբար հնչեցնում է հակահայկական հայտարարություններ։ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ոչ միայն հայության, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Սիվիլնեթը 2014 թվականին լուսաբանել է հայ-թուրքական հարաբերությունները եւ Թուրքիայի ներսում տեղի ունեցած զարգացումները։ Մեր խնդիրն է ճանաչել նրա բազմաշերտ հասարակությունը, քաղաքական կուսակցություններին, հասարակական գազམ་ագերբություններին, ոչ տիպիկ խմբերին, անհատ գործիչներին եւ իհարկե մոտիկից ծանոթանալ դեղի հայ համայնքի հետ։ Թուրքիայի ընդդրությունների նախօրեին Սիվիլնեթի նկարանող խումբը Ստամբուլում զրուցում էր տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված հայ տեխնազուների հետ, իսկ Երևանում մեր գործընկերները հետևում էին թուրքական եւ արտասահմանյան մամուլին։ Բայց մենք այս կուսակցությունն ենք նախընտրում, քանի որ Աթաթուրքին սիրող կուսակցություն է, սիրում է երկրի դրոշը եւ մինչ այսօր ոչ ոք վատություն չի տեսել այս կուսակցությունից։ Մենք ապրել ենք այս երկրում առանց կարողանալու դրսևորել մեր ինքնությունը։ Ես թաքցնում եմ իմ խաչը, երբ դպրոց էի հաճախում։ Երբեք չենք կարող ասել, որ մենք գոյություն ունենք։ Թուրքիայի ընդդրությունների ժամանակ մենք փորձում էինք ստանալ բարձաբանումներ եւ դրանք մատուցել մեր ունկնդիրներին։ Այսօր հարևան երկիր Թուրքիայում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրվել են ոչ միայն տարբեր շրջանների եւ քաղաքների ղեկավարներ, այլև ձևավորվելու են թաղային եւ քաղաքային խորհուրդներ։ Սիվիլնեթը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բոսոհայությանը, համայնք, որը դարավոր հայկական մշակույթի գրողն է, հայկական արժեքների, հայկական հարստության փշրանքների պահապանը։ Պետք է հստակեցվի, որ համայնքին բեդը արդեն միշտ Օսմանական շրջանին օրվան հոգևոր բեդ եղած է, ջամաաթ բաշի ասված է։ Եւ բեդությունը ջամաաթ բաշին գճանչն է, այսինքն համայնքին բեդը, որ միշտ գրնաբեդ է եղած է։ Առաջ թուրքերը ցույց չէին ուներ, նույնիսկ բան չէին ուներ։ Քարիդես եւ այն գնալ չէին, մեղք էր։ 33 եկեղեցի եւ մյուս քաղաքներում մեջ ասենք Դիարբաքր եւ այն 36-37 եկեղեցի է Պորունիս 60000 հոգիով, աս 37-ը բահելը իրավես դժվար է։ Մարմարա հայատար օրաթերթը լույս է տեսնում 1940 թվականից։ Վերջին 45 տարիներին այն անընդմեջ խմբագրում է Ռոբեր Հատեջյանը։ 1915-ի դեղանության մեր Հատեջյան Քերտաստանը շատ լայն գերբով դժուժած է։ Ժամանակ օրաթերթը մեծ ողջավորությամբ անդրադարձավ Հայաստանի անկախության, իհարկե 80-ական թվականների վերջավորությունից Հայաստանում սկսած շարժման։ Ստամբուլի հայկական առասրատրակչատունը հիմնել են մի քանի ընկեր, որոնք տարիներ շարունակ Մարմարա հայկական օրաթերթում տարեկան մի քանի հայերեն գիրք էին հրատարակում։ Մենք Ստամբուլահայերս եւ մենք առասրատրակչատունը մեծ ժառանգի վրա նստած ենք։ Մենք համոզված էինք, որ մի քանի մագարտակների վրա մենք Հայաստանից բոլիսում անելիք ունենք։ Եվ հբարն եմ ասելու, որ Սիվիլնեթը առաջին հայաստանյան գազམ་ագերբությունն է, որ Իստանբուլում խորացրել է իր աշխատանքը, մնայուն ներկայություն ունի։ Այն դաշնամուրը, որի վրա նվագել է վարդապետը, մինչև օրս պահվում է եւ գործածվում է հայկական կենտրոնական վարժարանի սաների կողմից։ Միդաս վարդապետը առաջին հրավիրողները եղած են գետրոնականի աշակերտներ։ 1678 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու գապված մեկ վանք մլլալով հիմնված է մեր դպրոցը։ Պոլսի ամենահին դպրոցներից մեկը նախկինում Հայաշատ Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ վարժարանն ավելի հայտնի է դպրատուն, դպրանոց եւ դպրևան կանոններով։ Ժամերկություններում մասնակցել եմ, գիրագի օրերը բادرակի մասնակցել եմ, Պետրոս Թուրյանին քաղաքն եմ։ Չնայած երևի ավելի ճիշտ կլա ասել, որ այսօր ես Ռոբեր Քոկտաշի հյուրն եմ, որովհետև այստեղ գտնվենք Ագոսում։ Բայց այսօր քիչ եւ կամ շատ ցեվոմ Թուրքիան ինքը գփոխե։ Ուրեմն մենք գտնվում ենք քաղաքի ասիական եզերքում, քադիքյուղ թաղամասը, պատմական թաղամաս է։ Համայնքը բազմաշերտ է, բազմաթիվ հիմնախնդիրներով։ Ստամբուլի հայկական համայնքում տեղի ունեցող զարգացումները բարբերաբար լուսաբանման կարիք ունեն։ 50000-նոց
համայնքը ինչպես իր կյանքը գրնա շարունակել հայ ըլլալով, հայ ամուսնություններ, հայ ընտանիքներ կազմելով, անշուշտ է պետք է այս հարցին շուրջ խորինք եւ խոսենք։ Արդեն 14 տարի Ստամբուլի Թուրքուազ անտիկ իրերի խանութը ներկայացնում է 5 գրքերի բացառիկ հավաքածու։ Մեր այսօրվա մեր ցերկը ունեցած գրքերը 1500 թվականներեն գսկսին մինչև մեր օրերը ուքան։ In the old times, Armenians were also quite a lot, involved in the cinema, but some of them did not use their real names. Գազմալուծված համայնք մնենք հանրապետության շրջանին, ամբողջ հանրապետության շրջանին։ Կայսրության ժամանակ, Օսմանյան կայսրության ժամանակ մենք գազմագերբված փոքրամասնություն ունենք, ազգային փոքրամասնությունը։ Այսօր Թուրքիայի հայությունը բարդ իրավիճակում է, բազմաթիվ են խնդիրները, սակայն արկա է որոշակի զարթոնք, ստեղծվում են միություններ, զգացվում է ազգային ինքնագիտակցության աճ, հետաքրքրություն սեփական արմատների նկատմամբ, աշխուժանում են Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած հայության մնացորդները, իսլամացած հայերի շրջանում արկա են որոշակի տեղաշարժեր։ Երբ տեղահաներին հայ ժողովուրդը անոնց տեղերը նստան, դունին բարձը թաղված ոսկիներուն է գավգարկը։ Անալում ցավ եկեղեցիներում բանկերուն դագերը բեղել սկսան։ Հարցում գուդան իրենց ընտանիքներուն, որ հայ արմադունին արդյոք։ Եթե ունին, հարգավ, գսկսին երրորդ հարցումով, որ արդյոք ան հայեն ինչեր մնացած է։ Սեբաստիա քաղաքի հայերը միակն են, որ կարողացել են պահպանել սեփական անունները եւ շարունակել ապրել այդպես։ Թուրքիայի շատ քաղաքներում ապրող հայերի անունները փոփոխված էին։ 18-րդ դարից սկսած Համշենի հայերի բռնի մահմեդականացումը մեծ թափ է ստանում։ Կրոնափոխությունը շարունակվում է նաև հետագա դարերում։ Հոփայի Համշենի երգիչ Այդողան Թոփալի հետ հանդիպեցինք Ստամբուլում։ Համշենցիները մշակույթով, թե երաժշտությամբ ու երգերով, թե ճաշակով, արսանեկան ու թաղման ծեսերով շատ մոտ են Հայաստանում ապրող ժողովրդին։ Որ սասուն ծնած եւ սասուն մեծած էր, այնքան մեծ հարստություն ունե մեզ համար։ 10-րդ երկու կողմերում գտնվող հայկական երկու պատմական գյուղերը, Կեսաբը եւ Բաքովը, իրարից բաժանված էին սիրիա-թուրքական սահմանը։ Մինչև ասկի առաջ դավեր։ I'm at the moment in the Sultan Church of Bakov. Total number became 25. Ճանաչելը հետաքրքիր գործընթաց է։ Ճանաչելով դու էլ ես փոխվում, երբ տեսնում ես, որ դիմացինն այնքան էլ նման չի քո պատկերացրածին։ Seven years ago, Turkey was another country, another society than it is today. 7 years ago, Hrant was shot, Hranting. Today, joining me via Skype from Istanbul is Yavuz Baydar. From Istanbul is Osman Kavala. Today, about the Ottoman archive debate. Actually, I don't know why Turkish Prime Minister again and again disseminates this wrong information. Ես վավերագրող լուսանկարիչ եմ։ Հունվարին սպանվեց Հրանտ ինքը։ Այն քաղաքական սպանություն էր, ինչը տեղի չէր ունեցել Թուրքիայում երկար ժամանակ։ 19-րդ դարի օսմանյան գրականությունն ուսումնասիրելիս տեսա, թե ժամանակի հայ գրականությունն ինչքան ակտիվ եւ ուժեղ է։ I felt like his assassination was a incredible link to the past. Yes, the untouchable was touched. Ես գիտեմ, թե այս ամեն ինչ մեծ ցավ է պատճառում հայերին եւ այն որքան խորքային է։ Հենց այդ պատճառով էլ գրեցի այս գիրքը։ Well, it's all very hazy. I mean, they have been arrested in connection with some unspecified terrorist activities. What we're seeing in the media. Վերադառնալով BBC-ի 100 փոփոխություն բերող կանանց ցուցակին, ես իսկապես ուզում եմ տեսնել ադրբեջանցի աղջիկներին ավելի ակտիվ։ Քանի դեռ այս ազատությունը չի ապահովել, ինչպես կարող ենք խոսել օրինակ քրդական խնդրի, հայոց ցեղասպանության կամ ալևիական հարցի մասին։ Ամենտեղ մի ասա, որ մայրդ հայ է։ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, ապրիլի 24-ին, Civilnet-ը հանդես եկավ ուղիղ հեռարձակմամբ։ Ունեցանք Skype հարցազրույցներ աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնագետների եւ հետազոտողների հետ։ Եղան քննարկումներ, հետաքրքիր տեսանյութեր, հյուրեր տաղավարում, ինչպես նաեւ ուղիղ միացում Ստամբուլից։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակյան։
Զաբել Եսայանը իր մանկությունը անցուցած է հարազատ սկյուդարի մեջ եւ հրաշքով փրկված է ցեղասպանության արհավիրքեն։ Մտավորականների մի մասին, այդ թվում Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին, Սիամանթոին, ուղեկցողների հսկողությամբ նավ նստեցրին եւ բերին այստեղ Հայդար Փաշա կայարան։ Բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ Ռուբեն Սևակն այն հարյուրավոր հայ մտավորականներից մեկն էր, որն աքսորվեց եւ սպանվեց։ Մենք ձգտում ենք հնարավորինս զերծ մնալ միակողմանի մեկնաբանություններից։ Civilnet-ի եթերում բարբերաբար հյուրընկալվում են թուրքագետներ, հասարակական քաղաքական գործիչներ, լրագրողներ։ Ամփոփում ենք շաբաթվա իրադարձությունները եւ արդեն Հայաստանից փորձում ենք գնահատական տալ տեղի ունեցած կարևոր իրադարձություններին։ The overall picture is very important to discuss, analyze, understand, try to grasp. Եվ հիմա այս տարի, ասենք 4 անգամ միմյանց շնորհավորից հետո այս տարի Սարգսյանն ու այս դեպքում արդեն Էրդողանը, որտեղ առաջին անգամ է Էրդողանը, չեն շնորհավորում։ Ես կարծում եմ, որ եթե Էրդողանը շնորհավորեր, Սերժ Սարգսյանը հավանաբար կպատասխաներ։ Մենք պետք է դաստիարակենք եւ կրթվենք միայն մեր պատմությանը գնալով, ետ նայելով, հա։ Դու որպես քաչադեղյակ մասնակից, թե Թուրքիայում ինչ է կատարվում, ինչ կասես։ Խորհրդարանի 20 падգամավոր կարող են առաջադրել երկրի նախագահի տեխնացու, ինչպես նաև կարող են առաջադրվել քաղաքական արտախորհրդարանական ուժերի կողմից։ The first stop of the project was Mush and actually it was a very hard time. Ճանապարհը դեպի հաշտություն ենթադրում է փուլեր։ How can we bring the past in our today's political reality? Թուրքերը դու ասա ինչպես են դա ներկայացնում։ Միայն այդ հատվածն են վերցրել թե ընդհանուր ուղերձն են։ Իրենք շատ հետաքրքիր մաս են անել։ Ես համոզված եմ շատ զրուցելու բան ենք ունենալու Ռուբենքով։ Ես նաև ուզում եմ առանց ավելորդ ուրեմն անհամեստության ասել, որ երևի թե քո հաղորդման շնորհիվ էլ հայաստանյան հասարակությունը ավելի լավ է ճանաչում Թուրքիան եւ նաև ներթուրքական խնդիրները։ Շարունակեք հետևել Civilnet-ին, ճանաչելու եւ հասկանալու համար Թուրքիան։